Բարև ձեզ։ Այս պահից սկսած դուք իմանաք, թե ինչ է իրենից ներկայացնում VDV Expo հաղորդաշարը։ Ասեմ, որ բոլոր զարգացած երկրներում այն կազմակերպությունները, որոնք ունեն ծառայության եւ արտադրանքի վաճառք, դա միայն կորպորատիվ հաղորդումների շնորհիվ է։ Եթե կազմակերպությունը ունի իր անձնական հաղորդումը, որտեղ ասվում եւ ցուցադրվում է գործունեության ողջ ոլորտը, ուրեմն դուք սպառողին բացահայտում եք որպես բրենդ։ Իսկ եթե դուք բրենդ եք, ուրեմն արդեն կայացած եք։ Հիմա դուք կասեք, որ բրենդային անվանում ձեռք բերելու համար բավական է ձեր գովազդը տեղադրել տարբեր հեռուստաալիքների եթերում։ Իհարկե դուք իրավացի եք, եթե ունեք 20-ից 50 միլիոն դրամ։ Նման ճանապարհով դուք կարող եք ձեռք բերել բրենդային անվանում։ Իսկ եթե ունեք ամսական 1-ից 2 միլիոն դրամ, նման բյուջեն ձեր կազմակերպության անվանումը չի կարող դարձնել բրենդ։ Եթե կազմակերպությունը տալիս է դրական պատասխան կորպորատիվ հաղորդմանը մասնակցելու համար, առաջին քայլերը սկսվում են։ Մասնագետների կողմից կնքվում է պայմանագիր, որից հետո հաղորդման ռեժիսորը հանդիպում է կազմակերպության տնօրենի հետ, վերցնում է հարցազրույց, որպեսզի կազմվի հաղորդման սցենարը։ Նախ ասեմ, որ հարցազրույցը չի նկարահանվում։ Նկարահանումները սկսում են սցենարը ավարտելուց եւ հաստատվելուց հետո։ Նկարահանումների ժամանակ հարցազրույց ենք վերցնում տնօրենից եւ աշխատակազմի անդամներից, եթե իհարկե սցենարում կա նման էպիզոդ։ Սցենարը մշակելիս ընդգրկվում են այն բոլոր կազմակերպությունները, ծառայությունները, գործունեության օբյեկտները, որոնք ցանկանում ենք առաջնահերթ նկարահանենք եւ ցուցադրենք մեր սպառողներին։ VDV Expo հաղորդաշարի շնորհիվ կցուցադրվի կազմակերպության ծառայության կամ արտադրանքի որակի չափանիշները, առաջարկվող զեղչերը, բոնուսները, էքսկլյուզիվ պայմանները եւ այլ դրական շահավետ կողմեր, որոնք մենք հայտնաբերել ենք կազմակերպության ղեկավարի հետ հարցազրույց վարելիս։ Կան կազմակերպություններ, որոնց գործունեությունը դժվար է լուսաբանել ստանդարտ 8-ից 12 րոպեների ընթացքում։ Ամբողջ նկարահանումներից հետո կատարվում է մոնտաժային աշխատանք, որից հետո պարզ է դառնում հաղորդման տևողությունը։ Ընդհանուր առմամբ հաղորդումը չպետք է անցնի 8 րոպեից։ Ասեմ, թե ինչպես է պատրաստված հաղորդումը հասանելի դառնում սպառողներին։ VDV Expo հաղորդաշարը հեռարձակվում է պատվիրատուի նախընտրած հեռուստաընկերությունների եթերներում։ Մենք վարելով ճիշտ գովազդային քաղաքականություն պատվիրատուին օգնում ենք, որպեսզի հաղորդումը հեռարձակվի այն հեռուստաընկերության եթերում, որտեղ աուդիտորիան համապատասխանում է պատվիրատուի գործունեությանը։ VDV Media-ն արտադրում է կորպորատիվ հաղորդումներ ոչ միայն եթեր հեռարձակելու համար։ Մենք ունեցել ենք կազմակերպություններ, որոնք պատվիրել են կորպորատիվ հաղորդումներ ինտերնետի եւ DVD սկավառակների օգնությամբ դրանք տարածելու նպատակով։ Կորպորատիվ հաղորդումը դա նաև պրեզենտացիա է, որը մեր արտադրական խումբը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի այն, ինչ պետք է ասեր կազմակերպությունը իր գործընկերներին եւ առհասարակ սպառողներին, դա ներկայացնի քաղաքակիրթ եղանակներով։ Այսինքն հատուկ հավաքույթների ժամանակ ցուցադրում է կորպորատիվ հաղորդումը եւ վերջ։ Ձեր գործարքները կնքված եւ կայացած են։ VDV Media-ի հմուտ եւ փորձառու մասնագետների շնորհիվ հաղորդումները պատրաստվում են 3-ից 5 օրերի ընթացքում, եթե իհարկե բարդ գրաֆիկական աշխատանքներ նախատեսված չեն։ Այցելելով մեր պաշտոնական կայք www.vdv.am դուք կարող եք կապ հաստատել մեր վաճառքի բաժնի աշխատակիցների հետ։ VDV Media-ն բոլոր հայ գործարարներին մաղթում է եռանդուն աշխատանք, որի շնորհիվ ձեր բիզնեսը կդառնա բրենդ։ Ներդրեք փոքր ֆինանսական միջոցներ եւ ունեցեք ձեր անհատական կորպորատիվ հաղորդումը, որը ձեզ եւ ձեր աշխատակիցներին հաջողությամբ կուղեկցի մինչեւ մեծ բարձունքներ։ Թող կորպորատիվ հաղորդումը լինի ձեր ամենամեծ ձեռքբերումը եւ մի մոռացեք, որ դուք ձեռք եք բերում նաեւ գործունեության պրեզենտացիա, որը միշտ եւ հեռուստաընկերության, եւ ինտերնետի, եւ հատուկ հավաքույթների ժամանակ կասի այն, ինչ դուք պետք է ասեիք ձեր գործունեության մասին։ Եվ հիշեք, ձեր բիզնեսի մեկ կաթիլը մենք ենք։